Եթերում ենք արդեն։ Հասանքի Ջևան։ Հեսա բարև ենք ու հետաքրքիր պատմություն ունեմ պատմելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սենց, հա, սենց։ Անկախություն ալուշ։ Հա, գնանք մի հատ լճի մոտ։ Դե պարանք սենց։ Ոնց։ Այս ամֆիթատրոնն եմ նայ։ Հա, ամֆիթատրոն։ Հա, մի հատ մոտենանք բարև ենք։ Խախտումով, բայց ոչինչ։ Բարև, բարև։ Բարև եղբայր։ Ում չբարևեցինք, բարև եղբայր։ Բարև։ 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 Հա, ամֆիթատրոնը չէի տեսել ես։ Բարև ձեզ ժողովուրդ։ Այս երևի մի ամսից կա վարտներ ուզա բերի։ Եղանակային պայմանների ելնելով դիմակերեջ շնորհությունը հետապնդում։ Հա, էս էլ հələ էս էլ նոր չէ, հատակը, սա ավարտա չկար, բաղ։ Այս լուսավորության ցանցն լավ է։ Շատ մնում է արդեն դեպադերեն հեսա մի քիչ եղանակային։ Ճաղարում ենք ես բակերը լրիվ արել, ենք ասֆալտ ես չեմ հիշում։ Թե միջև Բակերը լրիվ արած։ Ստեղ չի եղել, նույնիսկ խորհրդային միության ժամանակ ստեղ գրունտ ա եղել։ Սել ամֆիթատրոնը։ Քանի նստատեղ է, բարև եղբայր։ 70։ Այս լրիվ նորություն է Ջևանում։ Ես համոզված եմ լիքը մարդ Ջևանում էլ չգիտի, որ սենց բան է սարքվում։ Շատ լավ միջոցառումներ կարելի է անել։ Ոստեղ այն ժամանակ քանդակագործների սիմպոզիումի տեղն էր։ Այս արդեն երբ կբացվի, այս ինչ է խաղահրապարակ էլ կան։ Իր այդ նախատեսը։ Այս լրիվ նորություն է, չի եղել Ջևանում սենց բան։ Այս հատվածը Ամֆիթատրոնը Դավիթ ցույց տվիր նորմալ։ Հիմա բայց հետաքրքիր պատմությունը, որ ուզում եմ պատմեմ, լճի հետ է կապված, որովհետև 2 տարի առաջ, էսա քայլ ենք, հա։ 2 տարի առաջ տենց գաղափար առաջացավ, որ Ջևանի զբոսայգու լիճը վերակառուցենք եւ դարձնենք երեխեքի համար լողավազան եւ սուբվենցիոն ծրագիր արվեց համայնքի հետ, բայց ընթացքում պարզվեց, որ լճի 4 կողմի հողերը լրիվ նախկին պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված է, սենց ու հիմա շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ գլխավոր դատախազության կողմից գործադրված ջանքերով սենց կտոր այս զբոսայգու հողերը վերադարձվում են եւ արդեն մի մասը վերադարձվել է 16 միավոր, այսինքն լճի 4 կողմ արդեն համայնքին։ Այսինքն զբոսայգին էլ է սեփականաշնորհած եւ լճի 4 կողմ էլ մուտք կա թեստեղից նա։ Չէ, բայց մտնենք նայենք էլի, որտեղ այս կողմից։ Եվ զբոսայգի նստեյության վերադարձվել է համայնքին եւ հիմա երբ պատրաստ կլինի լողավազանը։ լողավազանը օգոստոսին է իր ավարտը, բայց շուտ պետք է ընդդեմ սպասում են պատվիրել են այդ համակարգը, այս երևի 10 օրից կհասնի, որ արդեն այս բանը։ Հիմա այս համար կարճ ասած վստահ ենք, որ երեխեքը լողանալու են։ Տեսեք, այս մեր մանկության տարիներին մենք ստեղ թեթև լոդկա բաներ են լնում, այդ էինք քշում, բայց այդ մի քիչ չափազանցած է, բայց որպես Սևանի մակետ։ Հա։ շատ լավ։ Այն համակարգն էլ ընդեղ է։ Այն ու հիմա շատ լավ օրինակ է, որ համայնքի հողերը վերադարձվել է համայնքին, այսինքն
Դե էլ ընթացքում Այո, չկարեցան նախագիծ անեն։ այդ պատճառով, հա, որ հողը համայնքինը չէր, հա, հիմա նորից նախ, բայց այս կտորը արդեն համայնքինն է։ Լողալու են, հա, բան մաքրվող լողաբազանը։ Այն համակարգը արդեն ֆիդրացիոն համակարգը Այսինքն ժամանակակից լողավազանի պայմաններին համապատասխան ձևով է։ մնացել այդ որովհետև այդ համակարգը դեռ չեն վերել, որ տեղադրեն, որ Պետք է հետ գնանք, այս կողմից դուրս գալու տեղ չկա։ Հայլի էլ հետ չգնանք։ Ահա։ Այս կոմից Մի հատ նայենք ահագին է նորմալ խորությունով լողավազան առնելու են։ Այսինքն բոլոր մաքրման համակարգով բանով այս կլորները լույս է պետք լինի, այնտեղ արդեն այդ մաքրման համակարգը միանալու է։ շատ լավ, դե դուրս գանք ստեղով։ Իջևանում շատրվաններն էլ է սարքվում, թե սարքվել է։ Ավարտած է։ Ավելի լավ աշխատել։ Հա իհարկե։ Հենց որ Իջևանի երեխեքը պատրաստվում են ամառը։ Վարկյանով Հա, եղբայր ասա։ ուրեմն անանց հայընտրություն է եղել Գանձակարի մանկապարտեզի վարիչի հանդեպ։ Հավասարին այստեղ քննությունը տվել են։ ԺՊ-ն 13 տարի է աշխատում, հիմա աղջիկն է։ Լավ։ ԺՊ 8 ամիսա ԺՊ-ը եղել։ Հիմա հավասարին քննությունը տվել կոնկուրենտի հետ։ Դպրոցի շախմատի դասատու է։ Այդ կոնկուրենտը։ Հիմա դրել են նշանակել են շախմատի դպրոցի բանին, դասատուին աղջկաց տեղը։ ԺՊ-ի Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դե հիմի ոտի վրա ես ինչ ասեմ սենց։ Դուք գիտեք այդ ինչա։ Ձեր բարեկամն է։ Շախմատի դասատուն, ձեր բարեկամն է։ Մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ մարզպետը ընդհանրապես կապ չունի։ Դե քաղաքապետն է եղել։ Պարոն, հայ կողքից կաղնալ, մեր քաղաքապետը։ Անդրեյ Կասեն։ Լավ, դե հիմա ամեն դեպքում եղբայր հասկացանք, բայց ամեն դեպքում նշանակողը հայեցողություն ունի, չէ։ Դե ԺՊ-ը ալել։ Հա, ԺՊ-ը եղել, բայց ամեն դեպքում համայնքը հայեցողություն ունի, չէ։ Հայեցողություն ունի, հիմի հավասար մրցույթ ա եղել, կարա բան անել։ Հավասարում յարի Կասեն, շատ Նկատի ունեմ մանկապարտեզը իմ թեման չէ, էլի, համայնքը իր մանկապարտեզի հարցը։ Կողմնապահություն էլ պետք չի։ Դե հիմա դուք մի րոպե բարեկամին նշանակ ենք։ Ես էլ անտերապիրական եմ։ Ես զինծառայող եմ եղել նախկին։ Երգիրն եմ, հայրենիքն եմ, պահել կռվին եմ մասնակցել։ Բայց դա մանկապարտեզի հետ կապ չունի։ Մանկապարտեզի հետ կապ չունի, բայց բարեկամությունը կապ ունի։ Չէ, դե դուք եք չէ կողմնակալ։ Ինչ բարեկամա ինձ կարա ասել այդ ձեր ասած մարդը։ Բա ո՞նց չի բարեկամ։ Ո՞նց է բարեկամ։ Շատ մոտիկ Դե ինչ բարեկամ։ Լեոնիդի կնիկը Լեննականցի Հարությունյան Արմինեն ձեզ բարեկամ չի։ Հարությունյան Արմինեն ասենք ոնց է ինձ բարեկամ կարա։ Նենց է բարեկամ, որ ձեր տանն է մեծացել։ Ես սա տվյալները գիտեմ, ես հենց օդումը չեմ խոսում, հա։ Եղբայր, հիմա ենթադրեք նույն տրամաբանությամբ էլ հիմա եկել եք դուք ասում եք իմ աղջիկը պետք է առնի մանկապարտեզի։ Չէ, տեն չի։ Կներեք, ինչ նշանակում կողքից մեկին։ Կարող է մանկապարտեզ սեփականությունն է, կողքից մեկին։ Հարցի լուծում տակ, բայց Եղբայր, հարցի լուծում, հիմա դու եկել ես հազար ներողություն ձեր դստերի։ Շատ բողոքը ներկայացնում Դե մարդիկ ասում են բողոքը կլսենք։ Բայց դա չի նշանակում, որ ասենք ենթադրենք, այդ նշանակումը որ ձեր ասած մարդը պետք է նշանակվի։ Չէ, մեր ասած մարդը կողքից բերես։ Մի հատ րոպե կներեք, մի հատ հարցրեք, այդ մարդու աշխատանքից գոհ են, դժգոհ են, լավ աշխատե, ով է գոհ։ Ով է գոհ։ Մի րոպե, բա նշանակող մարդը պետք է գոհ լինի, թե դժգոհ լինի, թե պետք է կողքից ասեք իմ աղջիկն է, ես զինվորական եմ, ուրեմն։ Եղբայր, մի րոպե, ներողություն եմ խնդրում։ Դա վարչապետի գնահատում համայնք կա, համայնքը կորոշի ով է մանկապարտեզի տնօրեն։ Ընեն չէ՞ լի որ գալիս եք իմ աղջիկն է պետք է լինի։
պետք չի որ։ Ինչ բոլորն են, ինչ որ մեկի աղջիկն են, ինչ որ մեկի հարեմանն են, ինչ որ 13 տարվա ստաժ ունի եղբայր, ասում հասկացան, կարող է դժգոհ են այդ մարդու աշխատում, ով ասե որ 13 տարի աշխատում է, լավ աշխատում։ Լիքը մարդ կա որ 13 տարի աշխատում է, 15 տարի առաջ պետք է իրանց հաներ գործից ընդհանրապես։ Գանձականը լավ կնի ծերանտուրություն։ Այ ցավը տանեմ, հա, գնացեք Գանձակարում գնամ 2 միլիարդանոց դպրոց ենք սարքել։ Այո, եթե լավ Մենք ծեզանից շատ գոհ ենք։ Դե գոհ ենք մի եկեք ստեղ իմ աղջիկն է, իմ էսա էնա։ Վարչապետը մանկապարտեզի տնօրեն նշանակող չի, համայնքի ղեկավար կա, համայնքի ղեկավարը կորոշի ով լինի մանկապարտեզի տնօրեն։ Ամեն մեկը գալիս է ձեր անձնական հարցերը բրդում առաջ, մենք մեզ է մեղադրում, որ այս մեկի բարեկամն է։ Բա ինչի՞ չի այդ կոլեկտիվը եկե, ինչի եք դուք եկե։ Եկեղեցի եմ գնում։ Թող այդ կոլեկտիվից 3 հոգի գար։ Ես լսեցի որ դուք գաք։ Մի րոպե, թող կոլեկտիվից 3 հոգի գար, ոչ թե կամ էլ ինչա նշանակում 21-րդ դարն է, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործ չնշանակեք, արգելում եմ։ Որտեւ եթե մանկապարտեզի տնօրենը հացում մարդը 13 տարեկան իր պապան պետք է գա իր համար խոսել, ուրեմն ինքը Դուք գալիս եք դրա համար ես եկա։ թող մանկապարտեզն էլ լսել։ Հերիքա դա ձեր անձնական հարցերի մի հատ է Գանձակարում լավ կլինի։ Գանձակարում տասնյակ միլիարդների ներդրում են կարել։ Եթե վատ պետք է լինի, այդ որ 10 մի րոպե, այդ որ տարել է 13 տարի առաջ նշանակել է տվել։ Արի գնանք 13 տարի առաջվա Գանձակարն էլ նայենք, այսօրվանն նայենք։ Դե ասում եմ։ Տասնյակ ասում գողջն։ Շատ Բա գալիս եք մի հատ մուննացեք գալիս թե բանա։ Ես իմ ազգնա։ Ասում եմ արգելում եմ հանկարծ չլսեմ որ նշանակեցի։ Գանձակարում լա մի հատ էլ բան է կանում։ Թող Գանձակարում ավերակ դպրոցը հիշեն գնան բան անեն։ Ամեն մեկը չկաք ձեր անձնական հարցերը ստեղ բրթեք առաջ թե աղջիկս մանկապ 13 տարվա տնօրեն։ 13 տարվա տնօրենի համար պապան գալիս է բան անի, միշտորդի վարչապետին։ Էս ուր ենք հասել արա։ Ասում եմ չլնեմ չիմանամ։ Որևէ պարագայում արգելում եմ այս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Այս վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ այդտեղ ուրեմն արգելում են։ Դե վերջ։ Ով մի հատ անձնական հարց ունի այս երկրի Վերջին ասում գանձական ձեր Հա։ համար վատ կլինի։ Վարչական լծակ ունի։ Չէ ասում եմ Գանձակարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում են կարել։ Եթե այդ ամեն ինչի արդյունքում Գանձակարում թող վատ պետք է լինի, գանձակացիների ցավն էլ տանեմ, թող վատ լինի։ Հաու։ Աջան։ Բարև եղբայր, ոնց է ուր անցանք ձեր բանի մոտ, ջղայնացրի, ամնդ մի հատ ասա։ Արդեն 50 էջ կարդացել եմ։ 15 տարա գիրք չէի կարդում։ Մերսի շատ։ Գործը լավ, հա։ Ոչինչ, սեզոնային։ Լավ է։ Բարև ձեզ։ Հա, գնանք նայենք։ Մենք շուկայի դեմով, չէ։ Հա։ Չնայած այս բանի բակերն էլ էի ուզում նայեի։ Այդ Պատները, ոնց բարև եղբայր, ոնց եք։ Նորմալ։ Լավ։ Դու դիլիջանց ես, դու ինչ գործ ունես այդտեղ։ Այստեղ եմ եկել արդեն ապրել։ Հա, Լավ եք։ լավ եղբայր։ Այս ֆեստիվալի փողոցն է, հանրահավաքների տեղն է,
Չնայած հեղափոխության ժամանակ ընդդիար ենք հանրահավաք ստեղ չարինք։ Պապի կողմը Սարի գյուղից է։ Ես ու Ղալումյանը բարեկամ ենք։ Այդ այլի, որ ասում են նա մենակ Ղալումյանի բարեկամներն են, պատգամավոր իրանք են, մանկապարտեզի տնօրեն իրանք են։ Դա Սև Քարից։ Ահա, Ղալումյանից բարեկամ։ Ղալումյան Լուսիկա։ Որը դի բանը պապուս մաման է, ես Ղազարյան եմ, որտեղ Սարի գյուղից եմ։ կարևորը ղյով ասկսում։ Ինչա։ Ջղայն ասած մոտով, ջղայն ասած մոտով։ Բա ավտոյով պետք է գնայի։ Աչարկուտի նկատի։ Չէ։ Այ Միչայլոց ստեղ էլ բան ենք բացել։ Լոֆտը աշխատում է ստեղի։ Եկեք գնանք նայենք են։ Դե փակ կլինի, ոչինչ, կարևորը որ բացել ենք։ Մենք բացել ենք, եթե փակ է, թող փակ կլինի։ Դրամաշնորհային ծրագրով երիտասարդական կենտրոն ենք ստեղծել, որովհետև Իջևանում երիտասարդների համար ընդհանրապես տեղ չկար եւ այդ գաղափարը առաջացավ։ Ես եկել եմ երկու անգամ, նորմալ աշխատում էր։ Գիտեք, ստեղ Հակա։ երիտասարդները շատ ակտիվ Հա դե Կիրակի օրա, բայց պատուհանից կերևա մի բան, ոչինչ։ բայց Կիրակի պետք է բաց լինի։ Դե Կիրակի երևի։ Չէ, բայց էսա պատուհանից նայեք, տեսեք, որ աշխատանքային վիճակ ա լրիվ, նորմալ աշխատում են մարդիկ։ Գիթառը դրած, դաշնամուրը, ճիշտ է բան չկա, հարվածային գործիքներ չկա։ Բարմեկի Շատ մեծ թերություն է, բայց Բայց Կիրակի են երեխեք ազատ գալու։ չէ, դե հիմա մենք այսօր երևի մի քիչ Չէ, ժամ 1-ին, հա։ մեկն է։ Այսինքն դրամաշնորհով է սարքվել։ Հա։ Բարև ձեզ։ Առանձին չէ, հետո առանձին էսա մեր գործընկերներից կլսեն ձեզ։ Մեղրիում կա, Վանաձորում կա, բայց հիմա տարբեր ծրագրերով ենք անում, մենակ այդ չի։ Պարոն քաղաքապետ, շատրվանները որտեղի արտադրության են։ Լավն է։ Հա, փորձած են շատ լավ։ Արդեն պատրաստ է։ Պատրաստ է, որ Փարկել ենք ուղղակի որ դուները Ես ինչքան հիշում եմ, շատրվանները վերջին անգամ տենց երևի 92 մինչև 93, 94 մաքսիմում այդ ժամանակ է աշխատել։ Այո, երկող են հիմա պարելու էլ։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ։ գունա երաշտակ։ Հիմա խուդացանը ուրա։ Բան խուդացան։ Հիմա քանի որ Արմավիրի բանը շատրվանը մտեն շատ լավ է եղել։ Անդադ մարզպետին էլ համայնքի ղեկավարին էլ ասում եմ, տեսեք, Արմավիրն հենց նշաձող է դրել, որ պետքա բան անենք։ Դա լավ, որ փորձարկեցին շատ լավ։ Ահա։ Ահա։ Ցույց տուր Դավիթն է։ Ինչ, հա։ Վանաձորին էլ են իրա։ Հա։ Վանաձորինը վատը չէր, 19 թվին գնացինք, բացեցինք, էլի սուբվենցիայով է արված Վանաձորինը։ Հա, այդ նույն շինարը արնաստը։ փորձարկում լավ ենք ուղղակի փակել ենք Չէ, հիմա վստահ ենք, որ սեզոնը հենց եղա բացվել։ Հա, հա։ Շատ լավ, շատ լավ։ Հետո էլ ասում եք շփ։ Այն բանի։ Չէ։ Հա։ Լողավազան։ Հա, ես դեմ լիճա։ Չէ, լողավազան է ասում եթերում։ Լողավազան ենք սարք։ Բա երեխեք համար լողավազան ենք սարքում։ Սա գնա փոխանցեմ զանգվածներին բանը։ Հա։ Ինտերնետ։ Բա դա ամբողջ Մենք իդեա։ գիտենք լիճ արհես։ Չէ, լիճա, որը սարքում ենք, դարձնում ենք լողավազան երեխեքի համար, որովհետև լողալու տեղ չկա։ Ընդհանրապես, պարոն Խուդացյան,
ընդհանրապես Հայաստանում այդ խնդրեմը կա, երեխեքը լողալու տեղ չունեն։ Հիմա որտեղ հնարավոր ասել, այս օրինակը հույս ունեմ լավ կաշխատի, որտեղ հնարավոր է սուբվենցիոն ծրագիր անել, որ երեխեքին լողավազան կարողանանք։ Հա? վերացել ենք, Չէ, վերևը որ Մենք աճակուտում են նախագծում ենք ձեր հանձնարարություն։ չէ նկատում եմ համայնքներում, այս լողավազանի օրինակը դե այս տարի կբացվի կաշխատի, եթե խնդիր չլինի, ես արի եղբայր։ Դու լողալ գիտես։ Դու գիտես որ են վերևը լողավազան ենք սարքում ձեզ համար։ Պետք է գնաք լողալու։ Գնանք սուբվենցիոն ցանկով, պարոն Վարչապետ, պետական մասը ավելացնենք, համայնքները ավտոմատ կգան լողավազան սարքեն։ Որովհետև Վարզադալիչները այդպես են անում։ Սարքում են 60% պետական մասը։ այս բանն է էլի մեր մանկական տրավմաների հետ կապված է, որովհետև մենք լողալու համար կիլոմետրեր, որովհետև Աղստեֆը դե արդեն բան չէր, կիլոմետրերով գնում ենք, հա գետահովիտի այդ բան դեպի լաստիվեր գնացող, այդ ճանապարհներով բանով կամ այդքան քայլելով, այսինքն լողալու տեղ չենք ունեցել մենք մեր մանկության տարիներին, եւ հիմա հանրապետությունում այդ խնդիրը կա։ Այսինքն որ այստեղ կարևոր է որ ժամանակակից մակրո համակարգ, այսինքն կոմերցիոն լողավազանների նման, որ ջուրը միշտ մաքուր է։ Ինչ անունդ եղբայր։ Ապես։ Հա, սեն։ Դե մատել է։ Շատ ապես։ Բարև եղբայր։ Նմանապես եղբայր։ Բարև ձեզ, ոնց եք։ Շնորհակալություն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ եք, լավ ամեն ինչ։ Հորդ ընկերն եմ, իրայք ֆուտբոլ են խաղալու։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Ես ողել եմ Շատրմանները սարքվել է։ պատրաստահապատակելերն մեկ կասերված ցենարեր, որտեղ Լրիվ տիրապետում է ինֆորմացիան։ Շատ լավ է։ մի տարվա կանչելի օխտոպոպի ջան։ Այսինքն շինարարությունը ամբողջով վերահսկել եք, էլի ձեր աչքի առաջ է։ Շատ լավ։ Լավ եղեք։ Բարև ձեզ, մի հատ բարև ենք նոր գնանք։ Բարև ձեզ։ Բարև։ Մատախքե, Լավ եք։ Հա, ես եմ։ Բայց չեմ որ դու թոշակ ավելացել ես հակումերն եմ։ Ապրիլի 1-ից բայց։ Ինչքան դին օլա 40 ցանց, ինչքան դեն սանա։ Թորոսյան, պարոն Թորոսյան։ Պարոն Թորոսյան։ Ես վերջի մաման եմ խաթուբայ։ Հա, ուրախ եմ։ Ուրախ եմ ցավտան կունգենան։ Բարև ձեզ։ Սրտիկը էլի թրենդային սրտիկը։ Սրտիկը։ Մի բան կնայեք ես կողմ։ Պարոն Թորոսյան, հարց կա պարզաբանելու։ Մի հատ էլ էս կողմից, մի հատ էլ սեն։ Գիտեմ։ Պարոն Թորոսյան, ինչքան է ստանում թոշը։ 48-ը ցավը։ 48-ը։ Ստանակ 58։ 58 ապրեցը ցավը տանը։ Եթե քարտով առևտուր անենք եւս 10000։ Բայց 10000 կհասնի հետ վճարը։ 20-ից արդեն 10000։ Հա 20%-ը։ Մայրիկ ջան, Հաջան։ այդ բանը պետքա սովորեք քարտով առևտուր անել։ Այլ քարտ ենք։ Փողը չհանեք։ Քարտով, խանութից քարտով։ Կոնակ չհանենք ցավը տան մարան պարտքան։ Դե պարտքը որ նենց անեն ավելի հեշտ պարտքը կա։ Նարաճ շաքերա տելեմ չխատում չվազավոց կլի։ Իցնելա թոշակ։ Այրակ հանել քարտներն էստալի հանեմ այնել։ Պատերազմի վետերանն Իցնելա ավելա, իրանելա ավելա։ Մայրիկ ջան, տես 10000 իրանն է ավելանում, 10000 քոնն է ավելանում։ Եթե առևտուրն էլ անկանխիկ անեք, ամեքի 10000 նորից կավելանա։ Այսինքն երկուսից 40000 կավելանա, 40000։ Աֆղանստանն էլ ավելանում, Աֆղանստան ծառայել են։ Բոլորին ավելանում, ով թոշակ ստանում։ 5 մայթ հաստանում են, թաբանը 5 ման։ 5 ման է։ Այդ որ ում է պատմում։ Ում է պատմում մեր գործընկերներին պատմում եմ, ասում եմ Իջևան շուկա մտնում ես, ասում ես ինչ արժի, ասում է մի ման է, 2 ման է, 3 ման։ Հիմա ասում է 5 ման է հաստանում, թոշակը 50000 դրամի է։ Ինչ 5000 դրամ։ Հա 5000 դրամ։ Այս տված հա 5000 դրամ։ Լավ է։ Հա եղբայր։ Բարև եղբայր։ Ներքինց կողմից։ Ուրախ եմ եղբայր։ Ում անջապահ ստես պայմանագրային։ Ահա։ Ես քիչ բանկ եւ խնդրում եմ շատ հետ։ Իսկ հնարավոր է դժվար ես 26 տարի ավարտու ապրել, ծրագրերից օգտվել ներքինց աղբան ուսանող։ Չեմ կարող ասեմ։ Պարոն Թորոսյան, այս հարցն էլ ա ձեզ հետ։
Սահմանամերձերի 16 միլիոնի ծրագրի հետ է։ Բարև։ Հաջա։ Մի բան խնդրեմ, Ասեք։ ապրիլի 16-ին 2024 թվականին ջերմ հանցագործություն։ Ձեզ բազմիցս խնդրել եմ նամակներով։ Ինչով եք գրենա։ Ինչ հանցագործություն ա եղել։ Իմ մեքենան ազնական այրել է։ Ով։ Տարածքում տեսախցիկներ կան։ Բոլորը հետքվել է, ուղղակի շատ եմ խնդրում։ Մի հատ թարցը վերանայեք։ Դե մի հատ կոորդինատ տվեք։ Ես այստեղ Իրավական հարց է Տիկին Ջուլակյան, խնդրում ենք մի հատ կոորդինատ վերցրեք, ինձ էլեկտրոնային փոստով ուղարկեք, ես կհետաքրքրվեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եք ջան, լավ եք։ Ինչ են ասում, տեղյակ են առողջության ապահովագրությունը։ Բայց մենք մեր ցանկությունն է նա, որ դրա կարիքը չունենաք, բայց մարդ է։ Եթե դեղերից օգտվում են։ Հա, դեղերից։ Դեղերը ստանում են։ Էտա կարևոր։ Դուք ստանում եք կոնկրետ։ Ես եմ ստանում։ Հիմա առաջ ոնց էր, հիմա ոնց է։ Փողը տալիս է առնա։ Ինչքան եք տալիս։ Մի ամսի 30-40,000 դրամայի տեղ է առնա, ոչ մի տալիս են։ Այսինքն 30-40 հազար էլ չեք տալիս։ Հիմա տեսեք, այս բանը էֆեկտը կրկնակի է ստացում։ Մի կողմից թոշակի ավելացում, մի կողմից է պարոն Միրզոյան, չլսեցիք։ Մարդը նախկինում 30, ասում է 30-40 հազար դրամ փող էր տալիս դեղեր առնում, հիմա այդ 30-40-ը առողջության ապահովագրություն։ Այսինքն այդ որ ասում էինք, այդ որ բան էին սարքի, ասում էինք, ինչ էի ասել ես, ասում էի ես 10000 դրամ մենք մտածել ենք, առաջինը 10000 դրամ որ ավելացնենք, թոշակառուն ինչի վրա է ծախսելու, եւ մեր վերլուծությունը ցույց էր տալիս, որ առաջնային կարիքը դեղն է, հիմի ստացվեց հələ այս թոշակի ավելացումը հաշվի չառնենք, հիմի ստացվեց որ մենք ձեր ծախսը միջև այս թոշակի 30-40 հազար դրամով ավելացրինք, բանը, պակասացրինք 30 թոշակը անուղղակի։ Դատել եմ 41000 դրամ են տվել։ Բայց կներեք։ Արդեն 62 տարավ։ Չէ։ Մի րոպե։ Ներողություն, բայց նախկինում դուք միջև հունվարի 1-ը դուք ասցիք, որ 30-40 հազարը դեղերի վրա եք ծախսում։ Այսինքն այդ թոշակը չկար։ Իրականում փաստացի կար, հիմա 30 հազարը չեք ծախսում, դեղը ստանում եք, 30 այն 10-ը հələ 40 եք ասում, 10-ը 30,000 դեղը ստանում եք, 30,000 թոշակը մնում է, 10,000-ը ավելանում է, պլյուս 10,000 էլ հեչ վճարից, այսինքն ստացվեց, որ նախկին բանաձևով համեմատած, դուք ճիշտ նշեցիք, դարավ 80,000 դրամ։ Դե երկրորդներ ընկեր փաշինը դա, ինձ համար թունից կաշած փոխտած մեկա գողչին է։ Չէ, տենց ասացված կա, որտեղ Չէ, որտեղ փողը շատ չի լինում, փողը պետության համար։ Ինքը դից վրա եմ զգամ, որ ասենք սաղ կյանքս աշխատել եմ, 40000 դրամային թոշակ եղել, մի տարվա 72000 դրամ։ Մի քան տարվա մեջ, 8 տարվա մեջ կապրծացել։ Հիմա առիթը տվիք, ես առաջիկայում մի հատ հայտարարություն եմ անելու կառավարության տնտեսական բլոկից ով կա, պարոն Թորոսյան, ես մի հատ եմ որոշում կայացրել, առիթ չէր լինում բան անենք, հայտարարեի, բայց այն հազիվ այս թոշակառուների հետ։ Հիմա ես մի հատ ուրիշ որոշում եմ կայացրել, որ մենք 27-28 թվականի այդ կորոշենք կոնկրետ ապսատիվը, քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, հիմա որպեսզի մենք հետ չգնանք ամեն տարի մենք գնաճի չափով առնվազն ամեն տարի գնաճի չափով մենք կավելացնենք թոշակ։ Այսինքն առնվազն գնաճի չափով, որովհետև տեսեք շատ կարևոր է արձանագրել, շատ քննարկվում է, թե բայց ոնց եղավ, ինչի թոշակը ավելացավ։ Էլեկտրոնային փոստերով նամակագրությունները ամբողջը կա։ 2025 թվի համար մեզ մոտ կանխատեսված էր 5.1% տնտեսական աճ։ Այդ կանխատեսումը մենք այդ 10000 դրամի պատմությունը, մենք ասում ենք լավ 10000 դրամ ունենք ավելացնելու, որ այդ 10000 դրամը մարդուն տվեցինք, 1000 ներողություն, էլի 1000 ներողություն։ Ծխում եք դուք թե չէ։ Ով է ծխում։
Չէ։ Օրինակ, այդ բանը չեմ ասել, որ մեր թոշակառուներին չջղայնացնեմ, բայց ես մտածել եմ, որ իմիջայլոց ասեմ ձեզ, մի հատ գաղտնի քայլ կա, այս անկանխիկի առևտուրը, որ բան ենք արել, այդտեղ մենք ժամանակ առ ժամանակ վերլուծում ենք, թե մարդիկ թոշակառուներ ինչի վրա են ծախսում։ Ու ես երբ որ բանը ստացա, առաջի անգամ զեկույցները ստացա, ես զարմացա, թե ծխախոտի վրա ինչքան մեծ փող է գնում։ Եվ երբ որ այդ հնարավորությունը ես տենում եմ, որ 5.1%-ով մենք կարանք այդ ավելացումը անեմ, այն մտքից, որ 10,000 դրամի 9,000 դրամը գնալու է ծխախոտին, ես չէի կարող դրա հետ հաշտվեի։ Դրա համար ես ասացի, եկեք բան անենք, մի րոպե, եկեք ոչ թե փող տանք, որ մարդիկ գնան իրանք 1000 ներողություն։ Ես էլ եմ ծխող եղել, բայց ոչ թե տանեն ծխախոտի տան, այլ 10,000 դրամի կարիքը որն է առողջության ապահովագրությունը։ Դա չէ, ուտելիքի չէ։ Դեղերի, որովհետև ուտելիքը առանձին թեմա։ Որից հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պարոն Պապույան, տնտեսական աճը երբ հայտարարվեց։ Փետրվարի 20-ին հայտարարվեց տնտեսական աճը, որը պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ, որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, չգիտեմ ձեզ դրել եմ նամակի մեջ։ Ես գրել եմ, ասել եմ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք։ Ինչքան է, ինչքան փող է 7.2 տնտեսական աճը։ Ֆինանսների նախարարը ինձ պատասխանել է, որ 7.2%-ը մոտավորապես պլյուս մինուս 100 միլիարդի կարգի գումար է, ես ասել եմ, որ ուրեմն այդտեղից մենք պետքա հատկացնենք թոշակների 10,000 դրամ աճին, որովհետև մարդիկ պետքա այս տնտեսական աճ ասում ենք, բայց մարդիկ պետքա զգան իրանց վրա։ Չէ, ես պատմությունն եմ ներկայացնում։ Ու նաև քանի որ մենք խոստացել ենք, որ սպառողական զամբյուղի խնդիրը կլուծենք։ Հիմա, բայց քանի որ արդեն հասել ենք եւ մեր խնդիրն է հետ չգնալ։ Մենք որոշում կայացնենք, ամեն տարի գնաճը ինչքան կլինի, 3% կլինի, 3% կավելացնենք։ Հա, ինդեքս նվազագույնը, որ եթե էլի կանխատեսվածից ավել շատ տնտես, որովհետև իր այդ ամեն ինչը մեր բոլորի ձեր սավակների աշխատանքի արդյունքն է։ Ես ով մեր տունը գիտեք, հոյ մեր տնից չեմ բերել, բոլորս իր հետ աշխատում։ Որ մարդը թոշակ երենգնեմ, բույ մի հատ թոշակարու մարդ, կարա ասին ժամանակ, ոնց է թոշակին ինեմ։ Են բուրն աշկա մի հատ դաշնակ, Աղլան Վարդանյանը, են որ ճորը բուրնաշ պես խոսում է։ Նա բոլորը դե լսել եք, են ժամանակն ինչ էր ասում։ Ասում էր փողի վյանստել ես, փող ես ուզում։ Այսինքն թոշակարովիցը մի ամսա փողը վերցրում։ Դա իր ղեկավարն է։ Ու քիչ թոշակի։ Որ բոլորներ ասենք իմ տարիքի մարդիկը, մեծ մասը դեն զինգեն են, փողը նոր թոշակի։ Բայց որ մի որ էլ չկա, այսքան է փող ավելանում, այդ ինչ է պետք։ Չէ, պետքա որ ավելի ավելանա։ Ավելի ավելանալու համար 1000 ներողություն։ Չէ, 1000 ներողություն, բայց ես ինչ եմ ասում, ինչի աշվին ավելանում, դրա համար խնդրում եմ, ասում եմ խանութ եք մտնում, բան եք առնում, ՀԴՄ-ն վերցրեք, որովհետև այդ փողը ոնց է գոյանում, այդ փողը, բա հիմի մարդիկ կան դուս են եկե հարկերի դեմ են խոսում։ Ավետարանով ասենք իմ կինն անհատներս, մենք վնասանում ենք, բայց պետությանը վերջ պետք է պետությանը հարկ տանք թե չտանք։ Պետությանը պետք է հարկ տանք թե չէ։ Եկավ այդ հարկը քեզ։ 4 տարի այդ հարկը ներողություն, եկավ ձեզ հասավ։ Պտտվեց։ Պետությանը մեզ 4 տարի միկրոյի տակ թողելա ոչ մի կոպեկ չենք տվել։ Սուտի մեր գումարը չենք տվել կենսաթոշակարական իմ հատ այդտեղ փող չենք տվել։ Հա, 10 որ թվից էր միկրոբիզնեսը երբ ենք ստեղծել։ 4 տարի։ Հա, 4 տարի եղավ։ Հիմա մարդիկ գայս են դե քարտովարտուր անմարա։ Հա ճիշտ է։ Համ բանկնա փողը պահան, համ տոկոսնա դարձ հարկայինի, բայց վերջը պետք է այդ ընթացքում էլ կկա։ Բայց 1000 ներողություն ձեր ասածը շարունակեմ։ Հիմա այն ինչ որ դուք պատմեցիք, տեսեք ձեր վճարած հարկը պտտվեց եկավ մտավ ձեր գրպանը։ Էս ամբողջ պատմություն։ Փող չունարավոր ջբամս փող չի, ես որտես փող տամ, պետք է փող լի, չէ՞ պետք որ տա, որ ջբամը չկա, որտես դա։ Դե ով որ չկա։ Դե որ չկա։
Դե բուրնաշի կներեք։ Ասում եմ, ինչ եմ ասում, ասում եմ պետք է աշխատենք, չէ առանց աշխատելու, որ իրար հետ որպես հանրություն, որպես պետություն, որպես քաղաքացի պետք է աշխատենք, որ փողը լինի։ Փաշամրսում եք։ Չէ։ Դու ես մրցում, դու ես բաց։ Ես բադալասկով եմ։ Այսինքն ակնարկ հասկացան, գնանք այն զալիկները չտան։ Շնորհակալ եմ, լավ է։ Առաջ։ Բարով վարչապետ։ Աջա։ Բարև եղբայր, լավ է։ Ուզում եք ասեք ուշանում ենք արդեն։ Լավ գնանք։ Դե ում չեմ բարևել, բարև ձեզ։ Դե թոշակից խոսացինք, առողջության ապահովագրությունից խոսացինք, միկրոբիզնեսից խոսացինք, շատրվանից խոսացինք, լճից խոսացինք, կարանք գնանք կարճ ասած։ Այս կոմով գնանք։ Որտե ավտոբուսներ։ Բարև եղբայր։ Ոնց է։ Լավ եղբայր։ Լավ ես։ Հա, լավ եմ։ Դու լավ ես։ Գնացի։ Ես դու եք խոսալու բանն է։ Հետո ուրիշ առիթով, հիմի չի լինի։ Բանավանդ ուղիղ եթերում ենք դժվար թե։ Ճիշտ լինի։ Բարև եղբայր։ Գիտեք որ լողավազան ենք սարքում ձեզ համար։ Բարև մռուչ։ Լավ ես։ Հա։ Ոնց ենք գնում։ Էլի նույն ձևի։ Կարող է լոֆտն է բացած լինեն, մի հատ կմտնենք կնայենք։ Պարոն Պապոյան, այդ հայտար Թորոսյանը ուրա։ Թորոսյան։ Պարոն Թորոսյան։ Ես թվում այդ կարգավորումը հիմա անենք, էլի։ Հաջա։ Հավատանը մի բան ասեմ նոր կյանքի դմերն եմ։ Ասա։ Այդ էջնասնի մասպետերի մի բան կգխված։ Բանը լիցենզիա։ Եղբայր լավ էլի, աղբոր նման էլի։ Այ։ Բարև։ Աշիկս որ ձեզ դապարեց ամփրեցիք։ Դա չնկար։ Հա, իհարկե, արի։ Նա Թորոսյան մոտեն հայլի։ Թորոսյան արի։ Թորոսյանը խոսում է։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Փակա լոֆտը թե բաց։ Փակա, լավ։ Լավ, լոֆտին մի հատ այցելություն պարտք մնացինք մեզ։ Լավ, Թորոսյանը եթե շփվում է։ Չէ, լավ է, թող խոսա։ Էդ է ուզում ասեի։ Մի րոպե։ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է, այստեղ չի սոցիալական բլոկ։ Ուզում եմ ասեի, որ այդ գնաճի կարգավորումը անենք, էլի, որ ամեն տարի բյուջեի մեջ նախատեսենք։ Հա, այսինքն կարևոր արձանագրել, թե ինչի հիմա, որովհետև եկանք մեր բաները, մեր հանձնառությունները կատարեցինք, հիմա կարևոր է մեխանիզմ ունենանք, որ հետ չգնանք։ Այսինքն հիմա մենք կերաշխավորենք, որ թոշակառուի վիճակը առնվազն չի վատանա, ինչքան էլ տնտեսական աճ հնարավորություն կտա, թոշակները կավելացնենք։ Կդառնա շատ լավ բան։ Ու լավ է, որ մարդիկ բան են անում, էլի։ Այսինքն ընկալում կա։ Ինչ ենք անում, տրամաբանության պատճառը, այս նաև կարևոր է արձանագրել, որ այս խոսակցությունը նշանակում է, որ մեր քաղաքական ասելիքը տեղ է հասնում մարդկանց։ Ինքը լավ մաթեմատիկա էր անում, իրա 60,000-ը ոնց է դասի հարցը։ Հայ։ 10 ավելացել է, մի հատ 10 բանով է գալիս, մի հատ էլ են 30-40 որ կծախսեր, այդտեղից չի ծախսել դա։ Հաջա։ Ես բարևեցի չասեք, ես մոմով առեցի։ Ես եկեղեցի էի, գնում ձեզ տեսա։ Շնորհակալ եմ շատ։ Էսա մենք էլ ենք մոմ վառելու ճանապարհին։ Հա, ինչ անենք։ Այն ավտոբուսը։ Կներեք ես ուղիղ եթերում մեզ հետևողներից ներողություն եմ խնդրում այս հազի համար, բայց ինչ անեմ։ Պարտաճանաչ դեղերը խմում եմ, չի անցնում։
անկեղծ ասեմ իր հաշվարկը իմ մտքով չէր անցել, բայց շատ ճիշտ հաշվարկ արեց։ Բացի ավելացում այդ 30-40 հազար ամենամիս ինքդ իրաց թոշակ 40 դարձել է։ Ահա, էս էլ Իջևանը։